ես եթերում գիտունի կղաջողն է, ես Արման Նարոյանն եմ, և այսօրվա մեր եթերը նվիրված է հին հայկական ամանորյա ծեսերին։ Այսօրվա մեր հյուրը ազգագրագետ Խորեն Գրիգորյանն է։ Բարև ձեզ, պարոն Գրիգորյան, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք պատասխանել մեր հարցերին։ Առաջի հարցը. ինչպես էին հայերը նշում ամանորը հին ժամանակներում։ Բարև Արման ջան, շատ ուրախ եմ, որ քեզ այդ տարիքում հետաքրքրում է ամանորի վերաբերյալ նյութերը, հատկապես մեր մշակույթի մասին։ Առաջին հարցը, որը վերաբերում է ինչպես էին նշում հայերը հին ժամանակաշրջանում ամանորը, պետք է հասկանանք, որ մենք ունենք 3 տիպի ամանորի նշման արարողություն։ Մեկը նախաքրիստոնյա շրջանում, այսինքն երբ մենք քրիստոնյա չէինք, հեթանոս էինք, երկրորդը միջին շրջանում, քրիստոնեական շրջանում, այսինքն քրիստոնեական ամանոր, եւ երրորդը խորհրդային շրջանից մուտք գործած ամանորը։ Առաջին ամանորը նախաքրիստոնյա շրջանում ամանորը, մեր ամանորը մարտի 21-ին է, եւ մենք ամանորը նշում էինք մարտի 21-ին։ Այդ ժամանակ հավաքվում էին հայերը եւ նշում էին բոլոր աստվածների տոնակատարությունը։ Այդ աստվածները կրակի, լույսի, ջրի, սիրո խոսքը այդ աստվածների մասին է։ Երկրորդ ամանորը, որը մենք նշել ենք քրիստոնեական շրջանում, հիմնականում կապված է եղել քրիստոնեության հետ, այսինքն մենք նշել ենք Քրիստոսի ծնունդը հունվարի 6-ին, իսկ դրանից առաջ տոնակատարությունը, որը ունեցել են, կոչվել է նախրաթող։ Այն ժամանակ, երբ որ գյուղացիները իրենց անասունները անասնատեղերից, այսինքն սարերից իջացնում էին գյուղ, այդ ժամանակ այդ տոնակատարությունն էին նշում, որը կոչվում է նախրաթող։ Նախրաթողը մեր քրիստոնեական շրջանի նշվող ամանորի կերպարն է եղել։ Եվ երրորդ ամանորը, որը մենք սկսել ենք նշել ցարական Ռուսաստանից սկսած եւ ավելի տարածվել է խորհրդային միության ժամանակ, սա այն ամանորն է, որը դու գիտես, որի ժամանակ Ձմեռ Պապը գալիս է եւ նվերներ է բաժանում։ Ուրեմն այդ ամանորը մեզ եկել է մեր ցարական Ռուսաստանի հետ կապերի միջոցով եւ հայերը սկսել են ընդօրինակել սովետական միությունից, իսկ սովետական միությունն էլ Եվրոպայից եւ ամանորը սկսել են նշել դեկտեմբերի 31-ին։ Պարոն Գրիգորյան, ինչ ծեսեր էին կատարում ամանորի գիշերը հին ժամանակներում։ Արման ջան, ուրեմն մենք ունենք այդ ամանորի ընթացքում բազմաթիվ ծեսեր, որոնք կատարել են, եւ այդ ամանորյա ծեսերից մեկը տարեհացի պատրաստումն է։ Այդ տարեհացի միջոցով ամեն ընտանիքի անդամ պետք է մի կտոր վերցներ այդ տարեհացից եւ ում տարեհացի մեջ հանդիպեր ոլորը կամ լոբին, այդ մարդու համար, այդ ընտանիքի անդամի համար շատ բարեբեր տարի լինելու։ Իդեպ, բացի տան անդամներից, նաեւ տան ընտանի կենդանիներին էին բաժին տալիս այդ տարեհացից։ Օրինակ, իրենք ունենում էին շներ, կովեր, ձիեր, իրենց էլ էին տարեհացից բաժին հանում, քանի որ ամբողջ ընտանիքի մեջ նաև մտնում են այն անասունները, այն կենդանիները, որոնք այդ ընտանիքին կերակրում էին։ Իսկ կա տարբերություն, ոնց էին նշում ամանորը Հայաստանի տարբեր շրջաններում։ Շատ հետաքրքիր հարց է, որովհետև այո, մենք խոսում ենք հայկական լեռնաշխարհի մեծ հայքի մասին, իսկ մեծ հայքը իր տարածությամբ ուներ ինչպես նախալեռնային, այնպես էլ դաշտային տարածքներ, եւ չէին կարող բոլոր տարածքներում նշեին նույն կերպ, ինչպես կերակրերի մասով, այսինքն պատրաստում էին տարբեր կերակուրներ համապատասխան տվյալ տարածքի ու տարածաշրջանի, այնպես էլ ծիսական արարողությունները, այսինքն եթե միտեղ ընդունված էր նախատոնական արարողությունից առաջ բարձրանալ իրենց հայտնի պաշտամունքային լեռը կամ սարը, մյուս տեղ այդ լեռի ու սարի բացակայության պարագայում տվյալ տարածքում հայտնի լիճը, ծովը
դա էր հանդես գալիս որպես կարևոր տարածք այցելության եւ պաշտամունքի համար։ Կան ամանորյա ծեսեր, որ այսօր մոռացվել են։ Ցավոք սրտի այսօրվա մեր կողմից նշվող ամանորը որևէ աղերս, որևէ կապ չունի այն ամանորի հետ, որը մենք նշել ենք դարեր շարունակ։ Եվ դրանից ելնելով կարող ենք ասել, որ ցավոք սրտի հայկական ավանդական ամանորից ոչինչ չի պահպանվել, բայց դեռևս կան ընտանիքներ, ովքեր տարեհացի արարողությունը նշում են ընտանիքում եւ այդ փուճուր ավանդույթը հասցրել են մինչև մեր օրեր։ Եվ վերջին հարցը, ինչ կարևոր ավանդույթ դուք այսօր կվերադարձնեիք։ Հայկական ամանորը, ավանդական ամանորը շնորհակալության ավանդույթ ուներ եւ ինչպես նշեցի, ընտանի կենթանիներին նույնիսկ իրենց տված բարիքի համար շնորհակալություն էին հայտնում անդամները տան եւ փորձում մաս բաժին հանել իրենց տարեհացից։ Ես կուզեի շնորհակալության ավանդույթը վերականգնվեր եւ մարդիկ սկսեին նորից շնորհակալություն հայտնել բնությանը, տիեզերքին, աշխարհին ու Աստծուն, որ իրեն կարողացել են հաջողությամբ այս տարին անցկացնել։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, կհանդիպենք մյուս եթերում։